Հիմա հարց է առաջանում, թե ինչի Ուկրաինայի նախագահ Զելենսկին փորձ արեց մտնել այս հակամարտության մեջ, թիրախավորելով Կասպից ծովում իրանական նավերը։ Հիմա եկեք այսպես նայենք։ ԱՄՆ-ի համար արդեն արձանագրում ենք ԱՄՆ-ի նախագահի եւ Ուկրաինայի վարչակազմի կամ ռեժիմի պարագլխի պարբերաբար հանդիպումներում ուղղակի կամ միջնորդավորված, այսինքն հավաքատեղի, որտեղ կարող է Զելենսկի-Տրամփ հանդիպում չլինի, բայց միջնորդավորված խոսակցություններ լինում են։ ԱՄՆ-ի համար Ուկրաինան այլևս առաջնային չի։ Սա արձանագրում ենք։ ԱՄՆ-ը այն հրթիռները, հոբ հրթիռները, որը որ հոբ համակարգերի համար ԱՄՆ ուներ եւ Ուկրաինան մի ժամանակ որոշակի առումով էֆեկտիվ պայքարում էր ռուսական հարցակողական զինատեսակների առաջին հերթին բալիստիկ հրթիռների, ԱՄՆ-ը այլևս չի ուզում տալ Ուկրաինային, որտեղ իրեն պետք է որտեղ Իրանի ճակատում։ Եվրոպական երկրները չեն տալիս, ամեն մեկ ասում է սա մեզ պետք է, որտեղ կա ռուսական ագրեսիայի մեծ վտանգ, բայց չպաշտպանվեմ։ Եվ դրա համար հիմա այս արդեն երրորդ շաբաթն է, հիմա 4-րդն է, արդեն մեկ ամիս շուտով կլրանը, որ ուկրաինական երկինքը արդեն ամբողջովին բաց է։ Ռուսները որտեղ երեք եղել է ամենամեծ հարձակումը թևավոր հրթիռների, բալիստիկ հրթիռների եւ ռեակտիվ շարժիչներով անօթաչուների։ Հաշվեք 90% եւ ավել դրանք էֆեկտիվ խոցել են։ Այսինքն ուկրաինական երկինքը բաց է, Ուկրաինան ցանկանում է, խնդրում է, աղերսում է, աղաչում է Եվրոպայի միջոցով կամ ոչ միջնորդով, որովհետեւ Միացյալ Նահանգները հրթիռներ տա, Միացյալ Նահանգները չի տա։ Այսինքն արձանագրում ենք, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների համար 10-րդական է այս պահին։ Այո։ Սա արձանագրում ենք։ Հիմա որտեղ հրթիռները պետք է նան մի ֆրոնտում։ Հա, իրեն պետք է, ընդ որում իրեն չէր բավարարում։ Երեք օրինակ Տրամփը ասեց այդ Բայդենի վրայով հերթական տակառը գլորելով, ասեց այդ ծրի այդքան որ բաժանես, տեղն էլ չէ լրացրել։ Ուկրաինային տվել են բավականաչափ հրթիռներ, տեղը չի արտադրվել եւ հիմա ԱՄՆ Իրանի դեմ պատերազմում ունի խնդիրներ, իրոք ունի։ Ձև չի անում Տրամփը։ Հիմա գանք Ուկրաինան փաստացի ԱՄՆ-ի համար ոչ առաջնային դերակատարում ունի։ Հիմա մեկը կարող է գրատել 10-րդական, տեղական չի, ոչ առաջնային։ Ուկրաինայի երկինքը բաց է։ Ռուսները դանդաղ համառորեն, բայց էֆեկտիվ եւ հաջողությամբ ոչնչացնում են ուկրաինական քրիտիկական ենթակառուցվածքները եւ անօթաչուների արտադրամասերը։ Ռուսաստանին խոցում են եւս ռեակտիվ շարժիչով անօթաչուներ, որոնք ուկրաինական չեն, դրանք բրիտանական են հիմնականում, հիմա էլ գերմանական կա, որոնք արտադրվում են ոչ Ուկրաինայում հիմա, որտեղ Ուկրաինայի տարածքում ինչ կա, ռուսները խոցում են։ Այդ գործարանները նույնիսկ ստորգետնա, իրանք պաշտպանված չեն, եթե բացահայտվեց տեղը միանշանակ խոցվում է։ Նույնիսկ 10, 15, 20 մետր խորությամբ, հա, ռուսները մինչև 80 մետր խորությամբ հրթիռներ ունեն, որոնք կարող են խոցել։ Եվ դրա համար հիմա այդ գործարանները որտեղ են Ուկրաինայի տարածքից դուրս։ Ուկրաինացի մասնագետները արտադրում են եվրոպական երկրներում, որը Ռուսաստանի համար խնդիր է իդեպ։ Եվ դրանք վաղ թե ուշ դառնալու են Ռուսաստանի համար թիրախային իդեպ ասեմ։ Երեք այդպես մի անկապ հրթիռ է, չէ՞, պայթել Լեհաստանում։ Մենք չգիտենք ուկրաինական է, ռուսական է, չգիտենք։ Բայց պայթել է այդ հրթիռը։ Եթե ռուսական է եւ պատական չի պայթել, դաշտում է պայթել, ասենք այսպես։ Սա Լեհաստանից զգուշացում է, որ քո մոտ գործարանի շատ գործարաններ կա, որոնք այսօր անօթաչուներ են արտադրում, որ տրվում է Ուկրաինային։ Վաղը չեմ իսօր այդ գործարաններին կարող են խոցել։ Ես սա զուտ տեսականորեն եմ ասում, որովհետեւ կարող է նաեւ ինչպես նախորդ անգամ ուկրաինական անկապ հրթիռ լինի։ Կամ այդքան էլ անկապ չէ, այսինքն Ուկրաինան հաճախ այդ անկապ հրթիռներով ատամ է ցույց տալիս ցանկացած պետության։ Հիմա կան Կասպից ծովին։ Երբ որ Ուկրաինան խոցում է Կասպից ծովում իրանական, սա ԱՄՆ-ին հաջողանալու, գծնելու եւ ուղակի թե անուղակի ասելու, որ փաստացի գոյություն ունի Ռուսաստան-Իրան ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն եւ երբ որ Իրանը խոցում է ձեր բազաները ռազմական Պարսից ծոցի շատ երկրներում, շատ
դիպուկ, հա, ինչպես ասում են, տեղին եւ ոչնչացնում է, ապա դա Ռուսաստանի ներգրավվածությունն է, այսինքն ռուսները օգնում են Իրանին, Իրանը օգնում է Ռուսաստանին այդ անօթաչուները, որտեւ այդ շահիդները հետո ռուսական արտադրությամբ փոխեցին գերան դարձան, բայց իրականում սկզբում դրանք իրանական շահիդներն էին։ Եվ այդ առումով փորձ արվում Միացյալ Նահանգներին, Ուկրաինայի ղեկավարության կողմից, որպեսզի մի քիչ ցավացնի Իրանին, ցույց տալով ԱՄՆ-ի ղեկավարությանը, որ իրենք եւս պատրաստական են ընդհանուր ճակատով, Իրանի դեմ ճակատով իրենք եւս մասնակցություն ունենալ, բարձր եմ ասում, բայց ակնկալիքը հրթիռներն են, նորից եմ ասում։ Ուկրաինան մի խնդիր ունի ԱՄՆ-ից ստանալ հրթիռներ, որը չի տալիս ԱՄՆ-ը։ Եվ ավելին ասում է այդ կռիվը դադարեցվի ջա։ Չէ, ինքը ունի, բայց ինքը իր այդ հրթիռները պետք են այլ ճակատում, իրանական ճակատում։ Ավելին այսօր առավոտյան Ղազախական տանկերը Կասպից ծովում խոցվել, եւս ուկրաինական ուրեմն անօթաչուներով։ Հետո պարզել է, որ այդ Ղազախականը դա ԱՄՆ-ի նավթային ընկերության սեփականությունն է, անձնակազմով, նավով եւ նավթով։ Հիմա այսինքն սխալվել են, այստեղ մի փոքր սխալվել են, մտածել են, որ իրանական է, բայց պարզվում է այդքան էլ իրանական չի։ Հիմա խնդիրը նաեւ, որ Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը չկանգնի, իսկ չկանգնելու համար Իրան պետք է հակաօդային պաշտպանության այն համակարգերը ունեն, հրթիռներ չունեն, այդ հրթիռներն է պետք իրեն։ Մահուկենից խնդիր է, որտեվ նորից եմ ասում, արդեն գալիս է 4 շաբաթ է, երբ ուկրաինական բոլոր քաղաքները անխտիր, բոլոր մայրաքաղաքով, նավահանգիստներով, խորքում, արևմուտքում եւ այլն ինքնաթիռ բաները երկինքը անպաշտպան է։ Իսկ այդ նշանակում է, որ ռուսական կողմը այս գիշեր ամենաաննախադեպն է եղել։ Այսինքն թե ինչքան թիրախներ են խոցել, ինչքան գործարաններ, ինչքան կամուրջներ, երկաթգծեր եւ այլն, նավթի, ասենք, պահոստներ եւ այլն, ռեզերվուարներ, Աստված գիտի։ Եվ այստեղից հետեւություն։ ԱՄՆ-ը չի տալիս հրթիռը, Ռուսաստանը մեծ հաշվով ոչնչացնում է Ուկրաինա տնտեսությունը ընդհանրապես։ Ուկրաինան շուտով թաղվելու է վաղ միջնադար։ Բարձր եմ ասում։ Հիմա սա է, եւ Ուկրաինան ամեն ինչ անում է, որ ԱՄՆ-ից այդ հրթիռները փոկի, չի փոկելու, ԱՄՆ-ը չի տալու։ Թեև մի ժամանակ ինֆորմացիոն դաշտում Ուրսուլա ֆոն դեր Լայնն հայտնի Ռուսաստանը պարտվում է, Ռուսաստանը հոգնած է, Ուկրաինան հաղթում է։ Թեզը շրջանառության մեջ դրեցին, հետո Բերանի մաստակ սարքեցին, առավոտից երեկո գովում էին, որ հեսա ուկրաինական բանակը հեսա արդեն հաղթել է, արդեն հեսա Կրեմլի պատերի տակ է հայտնվելու։ Այս բոլորը ինչի համար է կապիկությունը։ Բան չմնաց։ Բան չմնաց, ինչի համար էր, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ որոշում կայացներ այդ հրթիռները տալ, որտեղ հեսա Ուկրաինան արդեն հաղթում է եւ պայմանագիրը կնքվելու է խաղաղության Ուկրաինայի եւ Եվրոպայի պահանջներով եւ ոչ թե Ռուսաստանի։ Իհարկե բլեֆ էր։ Այդ բլեֆի տակ այստեղ նաեւ մեր որոշակի փորձագիտական շրջանակներ մնացին, նաեւ իհարկե շահագրգիռ կողմնակալ ուժեր, անձեր, որոնք որ այդ նույն փուչիկը այստեղ փչում էին։ Ակնհայտ այդ փուչիկի իմաստը Տրամպին համոզել, հորդորել, չգիտեմ, իհարկե ճնշել այդ մարդուն չի լինի։ Երեմիայն Մելանյան կարող է իրան ճնշել։ Կամ Նեթանյահուն։ Կամ, հա, Բիբին, բայց Բիբին սիրով է էլի ճնշում։ Եվ այդ առումով մենք արձանագրում ենք, հա, ուկրաինական ճակատում, իրանական ճակատում վիճակը ինչպիսին է։ Եվ ես չեմ բացառում։ Ուկրաինան փորձում է ցույց տալ, որ ես ձեզ պետք եմ։ Հիմա Տրամփ ասում է դու ինձ պետք չես, թող քո Եվրոպան գնա տիրություն անի, բայց Եվրոպան ինչով է տիրություն անում, Եվրոպան ասում է երկինքը բաց է։